Դանիելյանին։ Պարոն Դանիելյան, 3 կառավարության հերթական հարց ու պատասխաններ, Փաշինյանը սովորության համաձայն կարողացավ այսպես իրեն այնպես ներկայացնել, որ ինքը ամենևին երկրում տեղի ունեցողի հետ կապ էլ չունի եւ ինքը փաստացի միայն մտահոգված այս իշխանության, այս պետության ապագայով, խաղաղության տեսլականով, ամեն ինչ անում են, ամեն ջանք գործադրում են։ Ինչպես եք նախ գնահատում Փաշինյանի հայտարարությունները եւ վերջին գործողությունները, ես նկատում եմ Դավոսում խաղաղության խորհրդին միանալը ու այսպես շարունակ։ Բայց կարողացավ ներկայացնել։ Դե ավելի քան ակնհայտ է, որ իր կեղծիքը, սուտը, այս տարիների ընթացքում, որ մեր ժողովրդին ամենօրյա ռեժիմով խաբել են, եւ ինքը եւ իր իշխող թիմը գրեթե տենց օր չկա, որ մեր ժողովրդին խաբած չլինեն, նույնը նաև վերաբերվում այն բոլոր օրակարգերին, իր առաջ մղած այն բոլոր օրակարգերին, որի մասին եւ մենք բարձրաձայնեցինք հարց ու պատասխանի ժամանակ։ Կարելի է տարբեր մասերի բաժանել, եթե խաղաղության օրակարգի մասին, այդ կեղծ օրակարգի մասին է խոսքը, երեք շատ հետաքրքիր մի բացահայտում եղավ, նաև մեր հարցինի պատասխան, մեր գործընկերը հարցում էր Թրիպետ ծրագրի մասին, շատ մի խայտառակ պայմանավորվածության մասին ասելով, որ Ադրբեջանի էներգետիկ համակարգը միացվելու է Հայաստանի, ինչի մասին որ խոսում էր իմիջիալոց ընդդիմությունը։ Սա ինչ է նշանակում, այն գործընթացները, որ սկսվել է հեծի պահով, սեփական տիրոջի սխալելու եւ պարզ արդեն ակնհայտ է դառնում, որ փաստացի պլանավորված, ծրագրված մի հրեշավոր ծրագիր էր, որը որ ապագայում իրենք նաեւ իրենց խոսքով կարող է դառնալ նույն ծրագրի մի մաս։ Մնացած բոլոր պարագաներում, ինչը որ ասում են փոխադարձություն, իբր ճանապարհների ապաշրջափակում, փոխադարձության սկզբունք չկա փաստացի։ Շատ կարևոր մի բացահայտում էլ արեց մեր գործընկեր Քրիստինե Վարդանյանը, որը ուղիղ հարց էր տալիս, թե ամերիկյան կողմը ինչ է բանակցել Ադրբեջանի հետ։ Հետագայում այդ ընկերությունը, որը ամերիկյան ընկերություն է, փաստացի նաև դա հետքի բացահայտումներ հնարավորություն կունենա փայաբաժին ունենա կամ ամբողջական ուրեմն մասնաբաժին ունենա։ Եվ սա բացահայտում է այն ծրագիրը, որ սա ամբողջությամբ բխում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից։ Եվ ներկայացնել սա որպես, չգիտեմ, մեծագույն ձեռքբերում, թող մեր հասարակությունը, մեր հայրենակիցները դատեն, բայց որևէ ձեռքբերման մասին խոսք լինել չի կարող։ Ընդդիմության այլընտրանքը այս պահին որն է։ Մենք բազմիցս ասել ենք մեկ անգամ եւս օգտվելով առիթից ձեզ տեղեկացնեմ, նաև մեր հայրենակիցներին տեղեկացնեմ, որ մենք ճիշտ է 1-2 բառով շատ դժվար է ներկայացնելը, բայց այն հիմնական խնդիրը, որ կա այսօր մեր պետության, մեր հասարակության առջև, դա նա է, որ առաջին հերթին մեր գերիների, եթե խոսում ենք խաղաղության մասին, մեր գերիների հետ վերադարձի մասին է։ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները այս պահին օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանական զորքերը պիտի դուրս գան։ Վերադարձի իրավունքի հարցը առաջ մղելու, հիմա կարծեք թե բոլորը մոռացել են այդ իրավունքի մասին, հակառակը խոսում են ամեն ինչի մասին, բայց չեն խոսում դրա մասին, որ այդ մարդիկ, մեր հայրենակիցները էթնիկ զտման ցեղասպանության են ենթարկվել։ Ճանապարհների ապաշրջափակումը տեղի չունենա Ադրբեջանին միջանցք տրամադրելու սկզբունքով։ Ճանապարհի ապաշրջափակում ունի Թուրքիայի հետ քաղաքականությունը, Թուրքիան պայմանավորում է իր սահմանների բացումը միմիայն ադրբեջանական պահանջների լիակատար բավարարման դեպքում։ Եվ սա լրջագույն մարտահրավեր է մեր երկրի, մեր պետության համար։ Եվ այսպես շարունակ։ Նույն այն խնդիրը փոխադարձության սկզբունքը, որ ասում են, ուր է այդ փոխադարձություն, չկա փոխադարձություն, այսինքն ադրբեջանական ծրագրերի իրականացման, եւ մենք ամեն ինչ անենք, որ թույլ չտանք նույն, որ ամիսներ առաջ ԿՊ խմբակցությունը իրար հերթ չտալով ասում էր, որ այն քարտերը, ID քարտերը, որ բաժանվում են Ադրբեջան, դա որևէ կապ չունի Ադրբեջան պետության հետ։ Ինչ պարզվեց, որ ադրբեջանական պետությունը ID քարտեր է տրամադրում 100,000-ավոր ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու հետ կապված։ Եվ սենց շարունակ շատ երկար կարելի է խոսել սրա մասին եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ թույլ չտանք, որովհետեւ սա կլինի Հայաստանի Հանրապետության վերջը։ Շնորհակալություն։ Այս պահին մտնենք արդեն դատական նիստերի դահլիճ, նիստը կմեկնի